Միացյալ Նահանգները գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում է Իրանի նկատմամբ շռնդալից հաղթանակի մասին, թեպետ Իսլամական Հանրապետության դեմ պատերազմում Թրամփի վարչակազմը ոչ մի նպատակի չի հասել։ Միջուկային ծրագրի չեղարկում, հրթիռային համակարգի ոչնչացում, պրոքսի ուժերի չեզոքացում, ռեժիմի փոփոխություն։ Իրան Նահանգներ առճակատման 63-րդ օրը փորձագետները փաստացի արձանագրում են, Թեհրանի հետ ուժի ու ճնշումների լեզուն չի աշխատում։ Գիտակցելով ռազմական բախման անարդյունավետությունը, Սպիտակ տունը շարունակում է տնտեսական պատերազմը, ինչն ըստ ամերիկյան վարչակազմի հիանալի արդյունք է տալիս։ Միացյալ Նահանգների նախագահը պնդում է, Իրանն այլևս ոչինչ չունի եւ փափագում է համաձայնության գալ։ Իրանը մահուչապ ուզում է գործարք կնքել։ Ես միայն սա կարող եմ ասել։ Շատ տեղեկություններ չեմ հայտնել, բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Նրանք չունեն ոչ նավատորմ, ոչ օդուժ, ոչ բանակ, ոչ էլ զենք ու զինամթերք։ Նրանց անօդաչուներ արտադրող գործարանի 82%-ը, իսկ հրթիռների գործարանի գրեթե 90%-ը ոչնչացված է։ Դոնալդ Թրամփը պարզեցել է B-2 կործանիչով, որն օգտագործվել է Իրանի դեմ պատերազմում։ Միացյալ Նահանգների նախագահը ցույց է տվել իր սեղանին դրված ռազմական կործանիչի մանրակերտը, կատակելով, որ այդ գեղեցիկ օդանավը փոքր է, բայց շատ հզոր։ Մենք արդեն հաղթել ենք Իրանի դեմ պատերազմում, սակայն ցանկանում ենք ապահովել մեր ավելի մեծ առավելությամբ հաղթանակը։ Թրամփի հայտարարություններն ամեն օր հակասում են միմյանց։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր. վստահ չի, որ Իրանի դեմ հարձակումները վերսկսելու անհրաժեշտություն կա։ Միաժամանակ Սպիտակ տնից հայտնում են, որ նախագահն ակտիվ գործակցում է կոնգրեսի հետ Իրանի պատերազմի հարցում։ Թրամփը միշտ կողմ է դիվանագիտությանը, Իրանն էլ ցանկանում է համաձայնագիր կնքել, իսկ կոնգրեսի անդամները, որոնք ձգտում են քաղաքական միավորներ վաստակել, զավթելով գլխավոր հրամանատարի լիազորությունները, միայն խաթարում են Միացյալ Նահանգների զինված ուժերի հեղինակությունն արտասահմանում, հայտարարել է Սպիտակ տունը։ Եթե Դոնալդ Թրամփը ռացիոնալ ու տրամաբանող մարդ լիներ, դիվանագիտությունը շատ հիմնահարցեր կլուծեր։ Իրանը երբեք այսքան միասնական չի եղել, որքան հիմա։ Ժողովուրդը համախմբված է ու լիովին պաշտպանում է իր երկրի ղեկավարությանը։ Երկրի ներսում իհարկե կարող են լինել տարաձայնություններ, բայց երբ համակարգի ներսում ինչ-որ որոշում է կայացում եւ այն հաստատում է առաջնորդը, բոլորը մեկ մարդու նման աջակցում են որոշմանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հոգեբանական ճնշման գործադրմամբ լրատվամիջոցներով փորձում է կառավարել ներքին տրամադրությունները, սակայն նրանք տապալվում են։ Իրանը միասնական ու համերաշխ է։ Պայքարն այժմ ընթանում է ծովային տարածքում։ Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, շրջափակման սկզբից ի վեր կալանել են Իրանին առնչվող 44 առևտրային նավ, որոնք դուրս էին գալիս իրանական նավահանգիստներից կամ ուղևորվում էին դեպի հանգրվաններ։ Ավելի վաղ նահանգները նշել էր 41 լցանավի մասին, որոնցում եղել է 69 միլիոն բարել նավթ։ Դրա արժեքը ավելի քան 6 միլիարդ դոլար է, որից Իրանի ղեկավարությունը չի կարողանա օգտվել։ Իրանի ռազմածովային շրջափակումը իրանցիների դեմ պատերազմի շարունակությունն է, հայտարարել է Իրանի նախագահը։ Մասուդ Փեզեշքյանի խոսքով սա ագրեսիա է այն ազգի դեմ, որը գին է վճարում իր անկախության եւ դիմադրության համար։ Իրանի դեմ պատերազմի հետևանքները բացասաբար են անդրադարձել նահանգներ ՆԱՏՕ հարաբերությունների վրա, ստեղծելով պայթյունավտանգ իրավիճակ։ Դոնալդ Թրամփը շարունակում է սպառնալ դաշինքի անդամներին, մեծացնելով եվրոպական այն երկրների ցանկը, որտեղից դուրս կբերի ամերիկյան զորակազմերը։ Սպիտակ տանը լրագրողները հետաքրքրվել են, Գերմանիայից բացի հնարավոր է ամերիկյան զորքերը դուրս բերվեն Իսպանիայից ու Իտալիայից։ Այո, հավանաբար, Իտալիան մեզ ոչ մի օգնություն չի ցուցաբերել, իսկ Իսպանիայի դիրքորոշումն ընդհանրապես սարսափելի էր։ Սա ՆԱՏՕ-ն է։ Մենք նրանց օգնեցինք Ուկրաինայի հարցում։ Մեզ Ուկրաինայից օվկիանոս է բաժանում, իսկ այդ երկիրը նրանց քթի տակ է։ Իրանի հարցում մենք օգնության կարիք չունենք։ Սակայն ես ուզում եի հասկանալ, արդյոք նրանք կցանկանային օգնել, բայց նրանք ասացին, որ չեն ուզում միջամտել։ Գիտեք, զարմանալին այն է, որ նրանք օգտագործում են Հորմուզի նեղուցը, իսկ մենք չենք օգտագործում։ Մենք դրա կարիքը չունենք, որովհետև մենք շատ նավթ ունենք։ Առավել սուր է առճակատումը Թրամփի ու Մերցի միջև։ Գերմանիայի կանցլերն անդրադարձել է Հորմուզի նեղուցին, որի տնտեսական հետևանքներից տուժում է ամբողջ աշխարհը։
kurzfristige Maßnahme beschlossen und die Բոլոր ջանքերը գործադրվում են, որպեսզի Հորմուզի նեղուցը վերաբացվի։ Այդ պատճառով էլ մեր լիազորությունների շրջանակում ինտենսիվորեն աշխատում ենք խնդիրը դիվանագիտորեն կարգավորելու համար։ Եվրամիությունում համաձայնության ենք եկել։ Անհրաժեշտության դեպքում ռազմական առումով պատրաստ ենք ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը վերաբացումից հետո, սակայն դա տեղի կունենա միայն հրադադարից հետո։ Իրանի նավահանգիստներն արգելափակելու համար Ֆրանսիայի արտգործնախարարը խիստ քննադատել է Վաշինգտոնին, հայտարարելով, որ պաշարումը ոչ միայն դեմ է միջազգային օրենքին, այլև ծանր հետևանքներ ունի գլոբալ տնտեսության համար։ Մինչ համաշխարհային լիդերները սուր սպառնալիքներ են հնչեցնում, Լիբանանում մահաբեր ու ավերիչ պատերազմը մեծ թափ է առնում։ Չնայած հաստատված հրադադարին, Իսրայելի պաշտպանության բանակը ինտենսիվ հարվածներ է հասցնում արաբական երկրի հարավին։ Հեզբոլլահի դեմ պայքարի անվան տակ Իսրայելը հրթիռակոծում է քաղաքացիական բնակավայրերը, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ, այդ թվում երեխաներ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։